Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Հիշեցնեմ, որ մենք հիմա խոսում ենք 2020 թվականի պատերազմի մասին, արդեն բուն պատերազմի օրերի մասին եւ այսօր կշարունակենք մեր խոսակցությունը նորից, ինչպես եւ անցյալ անգամ, շեշտը դնելով հատկապես արտաքին հարաբերությունների վրա, արտաքին միջավայրի հետ կապված, բայց այս անգամի տարբերություն անցած անգամի ոչ թե այդքան կխոսենք մեր, այսպես ասած, շատ սիրելի դաշնակից Ռուսաստանի, այլ ավելի շատ եվրոպական երկրների եւ ընդհանրապես Եվրոպայի դիրքորոշման մասին, ինչ է մեզ թեման ես շատ կարևորում, որովհետեւ ի թիվս այլ քարոզչական միֆերի, որոնք պարտադրվել են մեր ժողովրդին, եւ այդ բոլոր իդեպ քարոզչական միֆերի հիմնական իմաստը նա է, որպեսզի մեր ժողովրդին ներշնչվի, այսպես ասած, ֆատալիստական, ճակատագրապաշտական մի հատ աշխարհայացք, որ ոչինչ բան հնարավոր չի, որ դիմադրությունը անհնար էր եւ անհնար է, որ պարզապես պետք է հաշտվել ճակատագրի հետ եւ որևէ հաղթանակի կամ հաջողության տարբերակ չկար եւ չկա, այս բոլոր քարոզչական միֆերը մեծ հաշվով իրանք հիմնական այդ նպատակն ունեն եւ ի թիվս այլոց այդ աշխարհայացքը հիմնավորելու համար կա մի շատ տարածված միֆ, որը մինչեւ հիմա էլ շատ ամուր է եւ դրա համար եմ նաեւ կարևորում, որովհետեւ ինքը նաեւ շատ ակտուալ է, որ իբր, այսպես ասած, աշխարհը մեր դեմ էր, ամբողջ աշխարհը եւ հատկապես Արցախի հարցում, Ղարաբաղի հարցում ամբողջ աշխարհը միավորված էր։ Ու աշխարհը ասելով, գիտեք, Հայաստանում, երբ որ հայկական քաղաքական գոնե խոսույթում, երբ որ ասում են աշխարհ, նկատի ունեն Արևմուտք եւ Ռուսաստան, նկատի չունեն, ասենք, չգիտեմ, այլ տարածքներ, հա, չգիտեմ, ասիական, աֆրիկական երկրներ, հիմա մի քիչ մտել է արդեն Հնդկաստան, Չինաստան, բայց հիմնականում աշխարհը, ասենք ասելով, նկատի ունեն այդքանը։ Չնայած աշխարհը իրական շատ ավելի մեծ է, բայց էական չի տվյալ դեպքում, ըստ այդ քարոզչական միֆի, որը շատ հին է, շատ տարածված է եւ շատ ուժեղ ներշնչվել է մեր հանրությանը, այն աստիճան, որ ոչ միայն շարքային քաղաքացիները, այսպես ասած, այլ նաեւ ընդհանուր մինչեւ բավականին լուրջ քաղաքական գործիչներ անկեղծորեն դրան հավատում են։ Ես օրինակ դա նոր եմ հասկանում, ճիշտ ասած, ես առաջ միշտ վերագրում էի դա, այսպես ասած, չգիտեմ, որ օտար շահերի սպասարկում են եւ այլն, դա իր հերթին, բայց հիմա նաեւ հասկանում եմ, որ շատ-շատերը անկեղծորեն սրան հավատում են, որ հատկապես ուրեմն Արցախի հարցում եւ ընդհանրապես մեր հարցերում Արևմուտքը եւ Ռուսաստանը իրենք միասնական են եւ միշտ միասնական են եղել։ Դա մեզ ներշնչվել է դեռ 90-ական թվականներից, դա մեզ ներշնչվել է ըստ էության եւ 2020 թվականի պատերազմի ընթացքում եւ դա շատ կարեւոր է նաեւ, որ ներշնչվում է մեզ նաեւ շատ ցենց ուժեղ կերպով նաեւ այսօր եւ ներշնչվում է բոլորի կողմից։ Ոչ թե մեկ քաղաքական հոսանքի կողմից կամ մեկ հանրային հոսանքի կողմից, այլ բոլորի կողմից, եւ իշխող խմբի կողմից, եւ այսպես կոչված ընդդիմադիրների կողմից, եւ ընդհանրապես գրեթե բոլորը, փորձագետներ, քաղաքական գործիչներ, չգիտեմ, եւ այլն, անդադ մեր ժողովրդին սա են ասում, եւ ժողովրդի զգալի մասը հավատում է իրոք սրան, որ Արևմուտքը եւ Ռուսաստանը միասնական են եղել, միշտ եղել են եւ կան հատկապես Արցախի հարցում, մեզ հետ չեն եղել, ըստ էության մեր դեմ են եղել, այսպես ասենք, հա, կամ համաձայն չեն եղել մեր դիրքորոշումների հետ։ Իհարկե զուտ տրամաբանորեն, օրինակ, իմ մոտ միշտ այնց հարց առաջացել է։ Ես էլ եմ ի վերջո Հայաստանի քաղաքացիներից մեկը, այնպես չի, որ ես լրիվ, այսպես ասած, կարողացել եմ միշտ խուսափել այդ քարոզչական միֆերի, ասենց ասած, ընկալումից, ընդունումից, նույնիսկ որտեղ ես էլ մի քաղաքացի եմ, ես էլ ինչ-որ մի կյանք եմ ապրել, ինչ-որ մի ճանապարհ եմ անցել, մինչև որ սկսել եմ ավելի լավ հասկանալ, բայց ամեն դեպքում միշտ այդ հարցը իմ մեջ սենց եղել է, ենթատեքստով եղել է, որ եւ հետո ավելի բացահայտ, որ լավ, իսկ ինչու հատկապես Արևմուտքն ու Ռուսաստանը, որոնք այսպես թե այնպես, ու մինչև վերջերս մի քիչ ավելի քողարկված, իսկ հիմա շատ ավելի բացահայտ։ Եթե բոլոր հարցերում համաշխարհային քաղաքականության, միջազգային քաղաքականության տարբեր եւ հակադիր դիրքորոշումներ են ունենում, հիմա որքանով այդ դիրքորոշումները, այսպես ասած, դիվանագիտորեն ձևակերպված կամ արտաքուստ կարող է միասնական թվալ, բայց իրականում փաստացի մենք տեսնում ենք, որ հակադիր են գրեթե միշտ, գրեթե բոլոր հարցերում միջազգային քաղաքականության, իրոք եթե տենց հիշեք, հետևեք, շատ քիչ հարց կա, որտեղ իրենք միասնական են, եթե ընդհանրապես կա։ Եվ միակ, չգիտես ինչի աշխարհի վրա, աշխարհի սերեսին, ուրեմն երկրագնդի վրա, այս մեր մոլորակի վրա միակ հարցը, որում այդտենց
երկաթե միասնականություն ունեն, եթե լսենք մեր քարոզիչներին կամ քաղաքական գործիչներին, այդ Արցախի հարցն է։ Այդ ո՞նց է այդպես ստացվում, ինչպես է այդտենց ստացվում։ Եվ տեսեք, մեզ սա իրոք անընդհատ պատմում են, եւ 98 թվականին էին դա պատմում, եւ հետո 2000-ականներն էին պատմում, եւ 2020 թվականին են պատմում, եւ հիմա են պատմում։ Ինքը իրոք տրամաբանորեն զարմանալի է։ Այդ ինչ մի տենց բացառություն է այս հայ ժողովուրդը այս աշխարհում, այդ ինչ մի տենց մեծ նշանակություն ունի այս աշխարհում, որտեղ դա նաև բան է, չէ՞, սեփական, այսպես ասած, գոյությանը շատ մեծ նշանակություն տալը, չէ՞, որ դու ամբողջ աշխարհում միջազգային քաղաքականության մեջ մի հատ բացառություն ես, որ բոլոր հարցերում հակադիր են, այս մի հարցում չգիտես թե ինչի միասնական է։ Սա տրամաբանական զուտ հարցադրում է ասի, բայց արդեն պատերազմի ընթացքում կոնկրետ իմ մոտ է, երբ որ անաչառ մի քիչ հայացքով ես նայում ամեն դեպքում, սկսեց ավելի կոնկրետ հարցադրումներ առաջանալ, որտեղ շատ ավելի կոնկրետ ես գոնե սկսում էի նկատել որպես Հայաստանի քաղաքացի, ոչ որպես, չգիտեմ, ասենք ինչ-որ պատմաբան, նույնիսկ կամ չգիտեմ, վերլուծաբան եւ այլն, ուղղակի որպես Հայաստանի քաղաքացի անաչառ աչքերով նայելով հասկանում էի եւ տեսնում էի, կամ չգիտեմ ոնց ասեմ, նշмарում էի հեճուկս այս մեզ ներշնչված պատկերացման, որ չէ, ոնց որ թե այդքան էլ այդպես չէ, հենց պատերազմի ընթացքում շատ կոնկրետ փաստորով ես սկսեցի նկատել, որ իրականում արևմուտքի առնվազն Եվրոպայի հիմա վերցնենք եւ Ռուսաստանի դիրքորոշումները եւ սարսափ բավականին տարբեր են եւ բավականին զգալիորեն եւ երևացող տարբեր են։ Եթե իմ ուրեմն չգիտեմ հաղորդումները այս այդ պատերազմյան տարբեր ֆորմատների նայել եք, երևի զգացել եք, որ ես բավականին շատ եմ այս թեմային անդրադառնում, շատ կարևորելով եւ միշտ այս օրինակն եմ բերում, որ երբ որ ուրեմն պատերազմի ինչ-որ մի պահից, հատկապես հոկտեմբերի ընթացքում սկսվեց այս ուրեմն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման շարքը տարբեր եվրոպական երկրների մունիցիպալիտետների կողմից, այսինքն քաղաքների կողմից, որը այն ժամանակ դա այդպես լուրջ չէր ընդունում, որտեղ ինքը իրավական, այդպես ասած, բան չունի, բայց որը ես անձամբ օրինակ որպես ուղերձ եմ ընկալել, որ սա ոնց որ ակնարկ է, որ ինչ որ մի պարագայում չէ, դիմադրության շարունակության պարագայում, սա կարող է դառնալ նաև պետական քաղաքականություն։ Միշտ այդ օրինակը բերել եմ, դրա համար այսօր դրա վրա չեմ կենտրոնանա, այսօր այլ օրինակներ կբերեմ, բայց հենց այդ է իմ մեջ ամենից շատ տպավորել եւ ես դրանից նաև դրանից հասկացա, որ չէ, այստեղ իրական տարբերություն կա։ Եվ այն ինչ որ մեզ ներկայացնում են, որ աշխարհը մեր դեմ է, բոլորը այլ կարծիք ունեն եւ բոլորը ընդհանրապես այդպես ասած Արցախի անկախությանը դեմ են կամ Արցախի առանձնացմանը, տարանջատմանը Ադրբեջանից դեմ են եւ այդ միջազգային իրավունքը, որը ճանաչում է տարածքային ամբողջականությունը, այս բանը ես տեսա, որ չէ, այդքան էլ այդպես չի աշխատում։ Անաչառ հայացքով նայելով։ Ցավոք սրտի իհարկե Հայաստանում այդ ժամանակ, բայց ոչ միայն այդ ժամանակ, նույնիսկ հիմա հետադարձ այդ ուղերձը ընկալողներ շատ քիչ են, եթե ընդհանրապես կային եւ ամենայն դեպս այն մարդիկ, որոնք պատասխանատու, այսպես ասած, դիրքերում, պատասխանատու պաշտոններում էին, այդ ուղերձը հաստատ չեն ընկալել, իսկ հիմա իհարկե իրենց ձեռնտու էլ չի դա ընկալել, որտեղ դա լրիվ փոխում է պատկերը եւ իրավիճակը բնականաբար քաղաքական կամ հանրային փորձագիտական այդ դաշտերում նույնպես այդ ուղերձը ոչ միայն ընկալող չկա, այլև դրա շահառուն չկա, որտեղ հակասում է լրիվ իրենց իսկ քարոզած պատկերացումներին, բայց ամենևս այդ ուղերձը բավականին հստակ էր, թե ինչ ուղերձ էր դա, ավելի կոնկրետ, երևի ավելի ճիշտ կլինի մենք վերջում ամփոփման ժամանակ այս մեր խոսակցության մի անգամ էլ փորձենք վերցանել, բայց հիմա փորձենք գնալ ավելի կոնկրետ օրինակներով, որոնք վերաբերում են հիմնականում արդեն 2020 թվականի հոկտեմբերի, այսպես ասենք, առաջին տասնօրյակին։ Մենք որոշ չափով խոսել ենք իհարկե արևմուտքի դիրքորոշումների մասին, պատերազմի առաջին օրերին, հատկապես Ֆրանսիայի, որոշ չափով նաև այլ արևմտյան երկրների տերությունների, բայց հիմա մի քիչ ավելի մանրամասն կխոսենք եւ մանրամասն նաև ռուսականի մասին էլ ենք որոշ չափով խոսել եւ կփորձենք նախ այստեղ տեսնել թե ինչն է հակադրությունը, որը բավականին արդեն ակնհայտ պետք է լինի այս մեր խոսակցությունների, բոլոր այս վերջին խոսակցությունների կոնտեքստում, եւ հետո փորձենք ամփոփենք հասկանանք թե ինչ ուղերձ էինք մենք այդ ժամանակ ստանում, որը չկարողացանք վերցանել եւ որը մինչեւ հիմա նույնիսկ չենք վերցանել։ Եվ էլ եմ շեշտում, այս թեման էլի, ինչպես եմ
գրեթե ամեն ինչ որ մենք այստեղ խոսում ենք, այստեղ խնդիրը միայն մի քանի տարի առաջ տեղի ունեցած դեպքերի այս վերլուծությունը չի, այլ նաև այսօրվա իրավիճակի հասկանալը եւ այսօր նաև ելքեր, լուծումներ եւ ավելի adekvat, համարժեք հայացք ձևավորելն է, այսպես ասած, էլի աշխարհի նկատմամբ եւ մեր տեղի նկատմամբ աշխարհում։ Դուք երևի, չգիտեմ, ով որ հետևում է իմ խոսքին, նկատել է կամ հասկանում է, որ այս ինչը որ ես ասում եմ, բացարձակ չի բխում, այսպես ասած, իմ արևմտամետ կողմնորոշումից, շակերտավոր, որը ես չունեմ, կամ չգիտեմ, ինչ-որ հակառուսական sense բանից, տրամադրություններից, որը ես էլի չունեմ, եթե հետևել եք եւ ռուս-թուրքական վանդակին, եւ մեր պայքարին, եւ ընդհանրապես իմ խոսքին, երևի իրոք համոզվել եք, գիտեք, որ ես չունեմ նման բան։ Ես արտաքին կողմնորոշման ընդհանրապես դեմ եմ, չունեմ այդ բանը։ Եվ խնդիրը այստեղ դա չի, խնդիրը ինչ որ մեկին սիրելը կամ չսիրելը չի։ Նույն ռուս-թուրքական վանդակում, ասենք, ինչպես որ ռուսական քաղաքականությունն եմ ես վերլուծել, նույն ձևի իհարկե մի քիչ ավելի քիչ, որովհետև բուն թեմային այդքան չի վերաբերվել, բայց օրինակ ֆրանսիական քաղաքականությունը 1920-ական թվականներին եւ ավելի վաղ Կիլիկիայում նույն ձևի վերլուծել եմ, ընդ որում արժանացել եմ այդ ժամանակ, որ գնահատականի որոշ տես մի քիչ տարօրինակ մարդկանց կողմից, որ այ դու ռուսական քարոզչություն ես տանում, իսկ այդ դրանում են ինձ մեղադրել, որ ֆրանսիացիների քաղաքականությունը Կիլիկիայում որտեղ բավականին նման էր նրան, ինչ որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության հանդեպ էր վարում, նրանք էլ քեմալականների հետ ըստ էության մտան բանակցությունների մեջ հաշիվ հայ ժողովրդի շահերի, այսինքն իմ համար այստեղ չկա կողմնակալության կամ կողմնորոշման դիրք։ Ես նայում եմ օբյեկտիվ փաստերին։ Չնայած հա, ես էլ ասեմ զուտի միջայլուց հենց այսօր, այսպես ասած իշխանության կողմնակիցներից որոշները, առավել sense ծայրահեղներ, ասեմ թե ավելի մոլերանտները, նույնիսկ հենց այսօր ինձ օրինակ փորձում էին ակնարկով մեղադրել, որ ես իրականում այնպես թաքուն ռուսական քարոզչություն եմ վարում։ Շատ ծիծաղելի է իհարկե իմ դեպքում, բայց համենայնպես ուզում եմ ասել, որ ինձ շատ դժվար է մեղադրել այս հարցերում կողմնորոշում ունենալու մեջ, որտեղ ես իրոք չունեմ։ Իմ համար կա Հայաստանը, կան օբյեկտիվ շահերը եւ այդ օբյեկտիվ շահերը կարող են տարբեր շրջաններում, տարբեր փուլերում համընկնել տարբեր արտաքին ուժերի։ Սկսենք արդեն իրոք օրինակները բերել, որտեղ այս նախաբանը մի քիչ շատ երկար է, ուրեմն տեսեք։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզել Բորելը։ Սա մոտավորապես հոկտեմբերի 7-8-ին է։ Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ ինչ է ասում։ Դժվար է կատարել այն պայմանները, որոնք Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Ուրեմն ինչ է սա նշանակում։ Այդ ժամանակ, երբ որ արդեն խոսք էր գնում հրադադարի կնքման մասին, այդ օրերին Ադրբեջանը պայմաններ էր քաշում, որ Հայաստանը պետք է զորքեր դուրս բերի տարածքներից ազատագրված եւ այլն, սա է քննադատվում, որ այդ պայմանները ըստ ուրեմն Ժոզել Բորելի, դե գիտեք, այդ գործին երևի լսել եք հետագայում նաեւ այդ պատերազմյան իրադարձությունների հետ կապված, այստեղ քննադատվում է այդ դիրքորոշումը, որ պայմաններ պետք է չլինեն, այսինքն հրադադարը պետք է լինի առանց պայմանների։ Նաև մտահոգություն է ասում է հայտնել այն կապակցությամբ, ինչ ասվել է իր եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ զրույցում, այսինքն զրուցել է եւ իր մտահոգությունն է հայտնում։ Նա ինձ ասաց, որ մարտերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը համաձայնվի Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ ժամանակացույցի, այսինքն սա իրան մտահոգություն է պատճառում, ինքը համարում է, որ նման թեմա պետք է չլինի, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը եւ ինչ որ ժամանակացույցի համաձայնվի։ Բանակցությունների վերսկսման համար այս պայմանը անչափ դժվար է կատարել։ Նա ընդունում է, որ նման պայման պետք է չլինի եւ դա ընդհանրապես կատարման ենթակա չէ, ըստ սա նույնիսկ դիվանագիտական լեզու չի, շատ པարզ լեզվով ասում է։ Նաեւ կարևոր է, ուրեմն մտահոգություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի լիակատար աջակցությամբ, սա բաց տեքստով ասվում է։ Եվ էլի մի անգամ եւս շեշտում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարն արտահայտվել էր հակամարտության կարգավորման բանակցություններն առանց նախապայմանների վերսկսելու օգտին։ Մենք էլի օրինակներ կտեսնենք տարբեր եվրոպական ուրեմն երկրների գործիչներից, սա ըստ էության այսպես մոդել է նրա, թե ինչպես են ընդհանրապես եվրոպական երկրները վերաբերվում սրան, եւ սա հենց սկզբից էլ ասենք, խիստ տարբերվում է նրանից, թե ինչ որ մենք լսում ենք օրինակ նույն մեր դաշնակցի շուրթերից, նախ Թուրքիայի
այս աջակցության շեշտելը այդ օրերին շատ բնորոշ է եվրոպական քաղաքականությանը եւ մենք տեսել ենք արդեն եւ դեռ կտեսնենք գուցե օրինակները, որ գրեթե ռուսական պաշտոնական խոսքում գրեթե բացակայում է։ Այսինքն կար այնտեղ մենք տեսանք ահաբեկիչների մասին, սիրիացի զինյալների մասին, տեսանք նաև թե ինչ պայմաններում ռուսական կողմից բարձրաձայնվում է, բայց նույնիսկ այդ դեպքում չի ասում թե այդ սիրիական ահաբեկիչները որ պետության օգնությամբ են այդտեղ հայտնվում եւ ընդհանրապես գրեթե չկա ռուսական պաշտոնական խոսքում, սա մենք եւ տեսել ենք եւ ելի կտեսնենք Թուրքիայի այս ձևի շեշտուլով նաև մասնակցության դատապարտում կամ շեշտում ընդհանրապես հիշատակում ընդհանրապես գրեթե չկա։ Նույնիսկ եթե անդրադառնում են այդ հարցին ստիպված, որտեղ մեկը հարց է տալիս, շատ գերծ զգուշավոր ձևակերպումներ են տալիս, չնայած հայկական այդ ընկալմանը թվում էր, որ հակառակը պետք է լինի, բայց մենք այստեղ տեսնում ենք, որ այդպես չի։ Այստեղ շեշտվում է Թուրքիայի դերը, այստեղ շեշտվում է, որ նախապայմաններ ընդհանրապես պետք է չլինեն, այսինքն հայերը ոչ մի բան չպետք է անեն։ Ինչ որ զորքեր դուրս բերեն այստեղից, այնտեղից ժամանակացույց լինի եւ այլն եւ այլն։ Եվ մենք հիմա կտեսնենք, որ սա ոչ թե պատահական ինչ որ հայտարարություն, ինչ որ անձի հետ է կապված, այլ սա այս ամեն ինչը ինչ որ այստեղ ասացինք, ինքը միտում է։ Հիմա ուղղակի շարունակենք նույն, այսպես ասած, պատահականության նույն սկզբունքով հայտարարություններ նայել։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Մասը ինչ արել, Ադրբեջանին կոչ արել համաձայնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի սահմանմանը։ Դե սա թվում է առաջի հայացքից sense շարքային կոչ, բայց կոնտեքստը տեսնենք, այն դեպքում, երբ Հայաստանը հայտարարել է հրադադար սահմանելու իր սկզբունքային պատրաստակամության մասին, ադրբեջանական կողմը դեռ համապատասխան պարտավորություն չի ստանձնել, եթե Ադրբեջանը չզիջի այդ հարցում, ապա Եվրոպական միությունը պետք է ուժեղացնի Բաքվի վրա ճնշումը, սա ասում է ուրեմն Գերմանիայի արտաքին գործերի նախարարը եւ էլի շեշտում է, որ այս պահին մենք սպասում ենք Ադրբեջանին, որ պատրաստակամություն կհայտնի վերադառնալ բանակցություններին։ Ավելին, Գերմանիայի արտգործնախարարը չի բացառել, որ Բաքվի հրադադարի չգնալու դեպքում կարող են վերանայել իրենց չեզոք դիրքորոշումը։ Ուրեմն սա էլ մի կարևոր բան է այս մոդելի մեջ, հա, որը պետք է առանձնացնենք եւ որը էլի պատերազմի ժամանակ էլ նկատելի էր, որ ի տարբերություն նախորդ շրջանում, նախապատերազմյան շրջանում, բոլոր հայտարարությունների, որոնք եղել են նաև եվրոպացիների կողմից, միշտ պահվել է այս չեզոքությունը, բայց պատերազմի ընթացքում նկատելի էր եւ լավ նկատելի էր, ոչ միայն ուշադիր հայացքի համար, որ այստեղ այս սկզբունքը, բայց եվրոպացիների կողմից, ոչ ռուսների կողմից, ամերիկացիներ հիմա առանձին են թողնում, իրենք էլ մի քիչ ավելի զգուշավոր են։ Այս չեզոքությունը, այսպես ասած դիվանագիտական ինքը փաստացի բավականին էլ ակնհայտ եւ ոչ մի բավական ակնհայտ խախտվում է։ Այսինքն չկա այս, որ մենք կողմերին կոչ ենք անում եւ այլն, դա կար առաջի օրերին, բայց գնալով ավելի շեշտվում է, որ չէ, այստեղ չեզոքության խնդիր չկա, այստեղ կա կողմ, որը ակնհայտորեն սկսել է պատերազմը, դա ասվում է եւ կա կողմ, որը համաձայն չի կամ դժվարացնում է բանակցությունները, դժվարացնում է հրադադարը եւ դա Ադրբեջանն է։ Եվ նույնիսկ բաց տեքստով ասվում է, որ մենք կարող ենք վերանայել այդ չեզոքությունը։ Սա իհարկե խիստ տարբերվում է էլի այն դիրքորոշումից, որը Ռուսաստանն էր հայտնում։ Հիմա մենք հիշեցնեմ, որ ինչի համար ենք այս ամենը խոսում, որովհետեւ այդ միֆը, որը մեզ ասում է, որ բոլորը մի նույն ձևի էին մտածում, բոլորը միասնական էին այս հարցում, այդպես չի։ Հիմա լավն ու վատը դեռ չենք վերցնում։ Փաստերն ենք արձանագրում։ Հիմա Ֆրանսիային ենք նորից վերադառնում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լեդրիանը։ Մենք ուզում ենք, որ բոլորը հասկանան, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները առանց նախապայմանների։ Տեսնում եք, էլի սա շեշտված է, շատ կարևոր է առանց նախապայմանների, եւ դա վերաբերվում է Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանը ասում էր մենք կարող ենք դադարեցնել, արդեն այդ ժամանակ Ալիևը դա հայտարարում էր, որ մենք կարող ենք դադարեցնել, այսինչ պայմանների կատարմամբ, ասենք հայկական զորքերը պետք է հետ քաշվեն այստեղից, այնտեղից եւ այլն, այստեղ շեշտվում է առանց նախապայմանների։ Դատապարտել է Թուրքիայի ռազմական միջամտությունը, որը հղի է հակամարտության միջազգայնացման խթանով։ Էլի շատ բաց տեքստով է ասվում, ոչ մի բան չկա, այտենց պայմանական լեզու չկա, դիվանագիտական լեզու չկա, բաց տեքստով ասում է Թուրքիայի ռազմական միջամտությունը եւ բաց տեքստով դատապարտում է դա, ոչ թե ուղղակի հիշատակում է։ Եվ էլի շեշտում է, որ կողմերի առաջ քաշած ցանկացած նախապայման թույլ չի տա արդյունքի հասնել։ Սա էլի դե պարզ է, որ վերաբերվում է Ադրբեջանին։
Սա ուրեմն մենք տեսանք, այսինքն եւ Եվրոպական միության ներկայացուցիչը, եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը շատ հստակ կետեր են շեշտում, ոչ թե ընդհանուր խոսքեր են ասում, շատ հստակ է խոսքը Թուրքիայի միջամտության դատապարտում, հրադադար առանց որևէ նախապայմանների, խոսքը ուղղված է Ադրբեջանին, նաեւ այստեղ այդ սովորական չեզոք ոճի խախտում, որ կողմերին կոչ են կանում, շատ կոնկրետ է, ուղղված է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այդ նույն օրերին, դա էլի հոկտեմբերի 7-ն է, տվյալ դեպքում, երբ որ չէ, կներեք, հոկտեմբերի 8-ն է սա, երբ որ էլի հիմնականում Ֆրանսիայի նախաձեռնությամբ Ժնևում, Շվեյցարիայում, ուրեմն մեկնարկեցին Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱԿ Մինսկի խմբի բանակցությունները եւ այս սա Ֆրանսիայի էլի նախաձեռնությունն էր եւ այս օրակարգը, այս ուրեմն ձևակերպումները, որոնք հնչել էին այս ձևակերպումները, բայց ինչն է նաեւ այստեղ հետաքրքիր համընկում տվյալ դեպքում, որ սա հոկտեմբերի 8-ին են այդ բանակցությունները, իսկ հոկտեմբերի 7-ին Ժնևի նույն քաղաքի, որտեղ տեղի ունենում բանակցությունները, շատ հետաքրքիր է եւ կարծում եմ պատահական չի, կհամաձայնվեք, որ պատահական չի, հոկտեմբերի 7-ին, այսինքն այդ բանակցությունից 1 օր առաջ Ժնևի քաղաքային խորհուրդ, այսինքն իրենց այսպես ասած մեր լեզվով ասած ավականին 49 կողմ 18 ձեռնպահ եւ 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու եւ Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը։ Սա առաջինն է, կարծես թե այդ բանաձևերից, որ հետագայում մենք կտեսնենք։ Գուցե նաեւ առանձին անդրադառնանք այս թեմային, չգիտեմ, նայած ոնց կորոշենք այդ մունիցիպալիտետները, որ հերթով նմանատիպ որոշումներ են ընդունում, սա առաջիններից է։ Այստեղ դեռ խոսք չկա Արցախի անկախության ճանաչման մասին, բայց հստակ է ուղերձը, այսինքն չի ասվում անկախություն, բայց ասվում է, որ հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչել, բայց նաև շատ հստակ է հենց Ադրբեջանի դատապարտումը, էլի չեզոքություն այստեղ արդեն չկա, եւ նաև Ալիևների կլանի հիշատակումը, այս առաջինն է, այսպես ասած առաջի ծիծեռնակն է չարկից, բայց շատ խոսուն է, որտեղ նաև հետաքրքիր է, որ ինքը սկսվում է հենց Ժնևից, այն նույն քաղաքից, որտեղ բառացիոն 1 օր անց պետք է հանդիպեն ուրեմն ԵԱԿ Մինսկի խմբի հետ Ադրբեջանի արտգործնախարարը, որը Բայրամովն էր, ճիշտ է, որտեղ ամառը փոխեցին, ուրեմն Բայրամովն էր, ինքը մեկնում է Ժնև եւ բառացիորեն այդ դրան զուգահեռ Ժնևը այս Ժնևի մունիցիպալիտետը կամ քաղաքային ուրեմն խորհուրդը այս որոշումն է ընդունում, սա էլ է ահագին հատկանշական։ Նաեւ մյուս էլի այս շարքից, ուրեմն քաղաքների շարքից նույն օրերին, սա կարծեմ հոկտեմբերի 8-ն է արդեն, Ֆրանսիայի ինչ-որ մի քաղաք, Ալֆորվիլ, ես նույնիսկ չգիտեմ այդ քաղաքը որտեղ է, ճիշտն ասած նույնիսկ չեմ փորձել ճշտել, տվյալ դեպքում էական չի, սա բայց սա էլ առաջինն է, հետո մենք կտեսնենք, որ շատ են նման դեպքեր, բայց առաջինն է քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Արցախի հանրապետության ճանաչում։ Այստեղ արդեն ոչ թե ինքնորոշման մասին է, այլ Արցախի հանրապետության ճանաչում։ Իհարկե, կասեք, թե ինչ որ Ալֆորվիլ քաղաք, նույնիսկ դու չգիտես դրա տեղը քարտեզի վրա, դա ինչ մի որոշում է, այնտեղ էլ ինչ որ մի հայ ա եղել այդ ավականիում եւ այլն, բայց մենք հետո կտեսնենք, որ սա շարք է սկսվում եւ իրականում իհարկե սա ես չեմ համարում պատահականություն եւ չեմ համարել եւ պնդում եմ հիմա էլ Էլ եմ ասում, սա մի օրինակ եմ բերում, հետո մենք տեսնենք, որ դա մի հատ ամբողջ sense շարժում է սկսվում, այստեղ կապ չունի մեջը հայ կար թե չկար, որովհետև հետագայում արդեն այդ բաների մեջ այդպես չի, որ հայկական բանը շատ կարևոր է դառնում։ Սա իհարկե նույնպես ուղերձ է, թե ինչ ուղերձ է կփորձենք հասկանալ, բայց պատահականություն չի, քաղաքական որոշում է իրականում եւ կարող եք հարց տալ այդ դեպքում, եթե չեք մտածում եք, որ դա իսկ ինչու օրինակ հիմա չեն ճանաչում։ Պարզ է, չէ՞, որ սա իրավիճակի մեջ շատ կոնկրետ ուղերձ է հայերին, շատ կոնկրետ աջակցության ուղերձ է։ Սրանք ուրեմն մենք տեսանք արդեն օրինակները, հիմա չեմ ուզում շարունակել, որտեղ էլի կան օրինակներ։ Ինչ կարող ենք մենք այստեղից եզրակացնել։ Նախ արձանագրենք հստակ տարբերությունը, որտեղ մենք հիշենք, չէ՞, ինչի մասին ենք խոսում, որ մեզ ասում են Արևմուտքը, Ռուսաստանը, աշխարհը իրանք միակամ էին, միասնական էին եւ մինչեւ իմասա մեզ ամեն գնով ուզում են ներշնչել, բայց փաստորեն ցույց են տալիս ճիշտ հակառակը, եթե ստապ, հանգիստ, առողջ հայացքով նայում ես, սրանց ակնհայտ տարբերություն։ Շատ հստակ կերպով
հիշատակվում է, նշվում է, ոչ թե ակնարկով, այլ շատ հստակ Թուրքիայի դերը եւ միջամտությունը, ռուսական պաշտոնական հայտարարություն նման բան չկա կամ եթե նույնիսկ աստիպած շատ լղոզված է եւ ոչ միայն հիշատակվում է, այլև շատ հստակ դատապարտվում է եւ խոսվում է դրա վտանգների մասին։ Դա կա եվրոպական հայտարարությունում, դա կա մի քիչ ավելի մեղմված, մեկ ավելի sense ոչ այդքան որոշակի Իրանի հայտարարությունում, բայց չկա Ռուսաստանի հայտարարություն, Թուրքիայի մասին գրեթե ընդհանրապես չեն հիշատակում, ել եմ ասում, Սիրիայի զինյալներ եւ այլն մենք դա տեսնենք, Թուրքիան կամ չի հիշատակվում ռուսական պաշտոնական հայտարարություն, կամ հիշատակվում է շատ sense խոշորեն եւ հատկապես դատապարտում ընդհանրապես չկա, դուք չեք տեսնի, մենք էլի կտեսնենք, որպեսզի համոզվենք, կարող է ես խալվում եմ, կարող է հետո լինի, այսպես ռիսկով ասում եմ, բայց մեծաշով չկա, ամենենեպես այս պայդրությամբ չկա, Եվրոպայի շատ հստակ է, որ էլ եմ ասում, մենք նաև եւ հակասում է եւ հայկական ընկալումներին աշխարհի մասին, բայց նաև հայկական պաշտոնական ուրեմն հայտարարություններին, դիրքորոշումներին, դա էլ հետո կտեսնենք, կնայենք։ Մյուսը, այս դիվանագիտական չեզոքության ակնհայտ խախտում։ Այսինքն, եթե տենց այդ սովորական դիվանագիտական լեզուն միշտ ասում է դա հակամարտության երկու կողմերին, կոչ գիտեք այդ ոճը, կոչ են կանում եւ այլն, այստեղ նման բան չկա, այստեղ բավականին հստակ, ոչ գուցե բոլոր հայտարարություններում չնայած նույնիսկ բոլորում կարելի ասել, նշվում է, որ այստեղ կա Ադրբեջանի խնդիրը եւ Ադրբեջանին է նախ եւ առաջ դիմում, հստակ նշվում է, որ Ադրբեջանն է խաղաղության ըստեյության խոչընդոտը, այս էլ ի տարբերություն էլի տարբերություն է ակնհայտ ռուսական հայտարարություն, հիմա կարող են արդարացնել, ասել Ռուսաստանը ավելի պատասխանատու է ռեգիոնի համար, երկու կողմերի հետ ունի հարաբերություն, էական չի, մենք փաստերն ենք արձանագրում, այստեղ փաստով չկա այդ ոճը, եւ դա եվրոպացիներն բնորոշ չի եղել մինչեւ այդ, սա խախտում է նաեւ իրենց կողմից սովորական ոճի, եւ մյուսը շատ հստակ ասում է, որ նախապայմաններ չպետք է լինեն այս ուրեմն հրադադար, խաղաղություն եւ այլն առանց նախապայմանների, այսինքն ժխտվում է այդ ադրբեջանական նախապայմանների ծրագիրը, բայց մենք էլի, եթե հիշենք, մենք գիտենք, որ այն բանակցություններին, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ են տեղի ունեցել եւ ի վերջո ավարտվել են նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ճիշտ հակառակն է եղել։ Այդ նախապայմանները ընդունվել են որպես լեգիտիմ եւ ըստ էության հենց դրանք ընդունելով էլ կնքվել է այն հրադադարը, զինադադարը, որը ի վերջո կնքվել է եւ դա բնական է, որովհետեւ ռուսական քաղաքականության խնդիրը գիտենք, հասկանում ենք եւ խոսել ենք դրա մասին, ռուսական խաղապահ զորք տեղադրելն էր Արցախում, իսկ դա անհնար էր առանց Ադրբեջանին այդ զիջումը անելու, այսինքն Ադրբեջանը պետք է ստանար այն ժամանակ այդ տարածքները, որպեսզի իր համաձայնությունը տար, որ ռուսներն էլ մտնեին Ստեփանակերտ եւ ինչ որ մնացել էր այն ժամանակ Արցախից, շատ բնական է եւ Ռուսաստանի հովանու միջնորդությամբ տեղի ունեցող process-ում այս Ադրբեջանի նախապայմանները միանգամայն լեգիտիմ էին, տրամաբանական էին եւ այսպես ասած համաձայնեցված էին։ Այստեղ ճիշտ հակառակը, այստեղ ասում է առանց նախապայմանների, ասում է, այսինքն դա նշանակում է հայերը պարտավոր չեն ոչ մի տեղի զորք հանել, քաշել, որպեսզի լինի հրադադար։ Պարզապես պետք է լինի հրադադար, այնպես ինչպես որ եղել է մինչև այդ, այսինքն կոպիտ ասած այն ստատուս քվոյի պահպանումը, որը մինչև հիմա եղել է։ Ռուսական պլանի համար այդ ստատուս քվոյի փոփոխությունը առանցքային էր, որտեղ ոչ միայն Ադրբեջանի շահերից էր բխում, այլև հասկանալի կերպով Ռուսաստանի շահերից եւ մյուս կարևոր տարբերությունը մենք տեսնում ենք արդեն այստեղ միտում որոշ դեպքերում նաեւ բացահայտ Արցախի անկախության ճանաչման եւ մենք տեսնենք, որ այդ միտումը նաեւ ուժեղանում է հետագայում, իսկ սա էլի մենք մեր այս անցյալ խոսակցությունից մեկում տեսնում ենք, որ էլի ոչ միայն չի տեղավորում, այլ հակադրվում է ռուսական դիրքորոշմանը, որտեղ մենք հիշում ենք, որ առաջին օրերին, երբ որ Հայաստանում խոսք ծագեց, որ կարող է Հայաստանը Արցախի անկախությունը ճանաչի, չնայած այդպես էլ չճանաչեց, մենք հիշում ենք, որ Ռուսաստանից բավականին բարձր մակարդակով Պետդումայից եւ այլն փորձագետների մակարդակով եկավ տենց հակադարձ, որ այսինչա դա շատ վտանգավոր է, դա չի կարելի, նաեւ Հայաստանում եղած ռուսական ցանցից եկավ արձագանք։ Հիշում եք, մենք խոսել ենք սրա մասին օրինակներով, բերել ենք, կարդացել ենք, նույնիսկ ընթերցել ենք, որ այսինչ եք ասում, դա վտանգավոր է, դա չի կարելի եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ նույնպես տեսնում ենք հակադրություն, 4 կետ հստակ հակադրություն։ Այն ինչ որ մեզ ասում են
միասնական էին ամբողջ աշխարհը, արևմուտքը, Ռուսաստանը, մենք տեսնում ենք առնվազն 4 կարևորագույն ոչ երկրորդական կետերում հակադրություն այս դիրքորոշումների։ Բացի այս տարբերությունների շեշտումից, մենք նաև խոստացանք, որ պետք է հասկանանք գոնե նախնական, թե որն էր այդ ուղերձը, որը մեզ ըստ էության ուղղվում էր, բայց ինչպես ասացի, վերցանող իրականում գոնե պաշտոնական մակարդակում կամ չգիտեմ, ավելի լայն մակարդակում Հայաստանում չկար, որտեղ կասեք, դե այս բոլորը սիրուն խոսքեր են, հայտարարություններ են եւ այլն, բայց ինչ ռեալ բանով մեզ օգնեցին։ Այստեղ ես միշտ հիշում եմ Նժդեի խոսքերը, որը խոսքերից մեկը, որտեղ ասում է, մոտապես եմ հիմա մեջ բերում, բայց կարծում եմ բավականին մոտ, ուրեմն տեքստին նա մի հատ հետաքրքիր խոսք ունի, ասում է հայը նայում է աշխարհին, նայում է եւ չի հասկանում այն։ Եվ դա ցավոք իսկական շատ ճիշտ խոսք է։ Թվում է հռետորաբանություն, բայց ահավոր ճիշտ խոսք է մինչև հիմա։ Հայը իրոք չի հասկանում, այսինքն ոչ թե հայը չի հասկանում, այլ հայի առաջնորդող խավերը, էլիտաները այնպես են անում, կամ իրենք չեն հասկանում, կամ ծառայելով օտարշահերին այնպես են անում, որ մեր հայ ժողովուրդը իրոք չհասկանա աշխարհի իրական դրվածքը, իրական կառուցվածքը, այն ինչ որ խոսում են, չէ, Հայաստանում շատ ռեալիզմից, բանից, բայց այդ մարդիկ բոլորը սյուրռեալիստներ են քաղաքական, իրական ռեալիզմի մասին է խոսքը։ Որ այո, աշխարհը ինքը որոշակի կանոններ ունի չգրված, դրանք հիմնականում ուժային հարաբերությունների շուրջ են, եւ տվյալ դեպքում ինչ էր մեզ ասվում այս բոլոր ուղերձներով, բոլոր այս որներ ուղերձը այս բոլոր հայտարարությունների, իրադարձությունների եւ այլն։ Մենք շատ բարձ ուղերձ էր, որ եթե հայ ժողովուրդը մենք նայում ենք, դիտարկում ենք, իրոք պատրաստ է կռվել եւ դիմադրել հանուն այն արժեքների, այն իդեալների, այն նպատակների, որ ինքը իսկ հռչակել է, մենք պատրաստ ենք նախ սկզբում հայտարարություններով, խոսքերով, ժեստերով, հետագայում նաև նայած ձեր դիմադրության չափից, սա հստակ է, որտեղ ոչ ոք ձրի քեզ ոչ մի բան չի տա։ Մենք պատրաստ ենք աջակցել, պատրաստ ենք ընդཐུպ մինչև ճանաչել Արցախի անկախությունը կամ Արցախի դուրս լինելը Ադրբեջանի կազմից։ Սա իմ համար միանշանակ է, ես սա պնդում եմ, ով ինչ ուզում է թող ասի, ես պնդում եմ, որ այդպես էր, եւ այդ իմ պնդումը տեսական չի տվել դեպքում, այլ հիմնված է նաեւ այս փաստերի վրա, եւ ելի մենք կտեսնենք, որ դա շարունակվելու է, սա ես ընդհանրապես վերցրել եմ հոկտեմբերի առաջի 10-օրյակը, բայց հետո դա շարունակվելու է, որտեղ այո, այդպեսին է աշխարհի օրենքը, դու պետք է կռվես, այսինքն արտաքին ուժերը նույն, որոնք շահագրգռված են իրենց պետական շահից ելնելով կամ իրենց պատկերացած շահից ելնելով պատրաստ են քեզ օգնել, աջակցել, բայց իրենք պետք է տեսնեն, որ դու իրոք պատրաստ ես այդ ամեն ինչի համար դիմադրել եւ կռվել։ Եվ այստեղ ուղղակի միանշանակ է, եթե դա շարունակական է, եթե դա տևում է, մենք անպայման կաջակցենք։ Եվ մենք կարող ենք տեսնել Ուկրաինայի օրինակով, որ այո, այդպես է, Ուկրաինային էլ միանգամից չաջակցեցին, մենք տեսնում ենք, որ փուլ առ փուլ մինչև հիմա է շարունակվում։ Օրինակ վերջին բանը, որ հիմա օրինակ հայտարարում են, ասում են, ընդհանրապես հանում ենք, չէ, սահմանափակումը Ռուսաստանի տարածքի որևէ հեռավորության նկատմամբ Ուկրաինայի խփելու ուրեմն կարողությանը։ Եվ տալիս ենք ամենահեռահար հրթիռներ, օրինակ նույն Գերմանիա, նոր այսօր հիմա է քննարկում արդեն այդքան տարի անց, որ հեռահար հրթիռներ տանկ, ամենահեռահար Տավրուս հրթիռները, որտեղ մինչև հիմա որոշակի սահմանափակումներ կան արևմուտքի աջակցությանը, զենքի աջակցությանը Ուկրաինային։ Եվ նոր հիմա քննարկում են, որ այդ վերջի սահմանափակումներն էլ հանեն։ Հասկանում եք, անցել է ինչքան տարի, տվել է ուկրաինացի ժողովրդի ինչքան զոհ։ Շատ դաժան օրենք է, շատ դաժան է, բայց այդպես է։ Այդ օրենքները մենք չենք գրել, մենք չենք ընտրել, դրանք աշխարհի սկզբից գոյություն ունեն։ Եվ եթե նայեք դրսի տեսակետից, եթե դուք էլ ասենք հայ չլինեք, մի հատ դրսի մարդ լինեք, իհարկե դրանք դաժան, բայց որոշ չափով արդար օրենքներ են, որտեղ դու պետք է օգնես նրան, որը ապացուցում է, որ ինքը իսկականից իր հռչակած նպատակների արժեքների համար պատրաստ է դիմադրել։ Ուկրաինան մինչև հիմա դիմադրում է ծանրագույն պայմաններում, մինչև հիմա չի կազմալուծվել դիմադրությունը ուկրաինական բանակի եւ ղեկավարության շատ ծանր հիմա իրավիճակի իրականում Ուկրաինայի համար ռազմական առումով, բայց ուկրաինական զինված ուժերի
դիմադրողականությունը չի կոտրվել մինչև հիմա ամեն գյուղի, ամեն շենքի համար դիմադրություն է։ Եվ այսպիսի կոշտ եւ դաժան օրենքների շուրջ է կառուցված աշխարհը եւ մեզ ուղղված ուղերձը դա էր։ Հիմա կասեք, բա ինչու հետո արդեն երբ որ այդ ամեն ինչը վերջացավ, նույն այդ արևմուտքի ներկայացուցիչները եկան եւ ասացին ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում եւ այս սահմաններով Հայաստանին կօգնենք, որտեվ իրոք այդպես եղավ, հատկապես 2022 թվականից։ Այո, որովհետեւ մարդիկ հասկացան, որոշեցին, շատ դաժան կոշտ որոշում ընդունեցին, բայց օբյեկտիվ փաստերից ելնելով, որ հայ ժողովուրդը իրականում կամ հայկական պետությունը, հայ ժողովրդի չի, բայց իրենց տեսակետից հայ ժողովուրդը իրականում այդքան էլ մեծ արժեք չի իր համար, ինքը հռչակել է, որ Լեռնային Ղարաբաղ, Արցախ եւ այլն իր համար նպատակ է, բայց իրականում ինքը պատրաստ էր ընդամենը 44 օր դրա համար կռվել դիմադրել եւ դրա համար իրենք որոշեցին, որ չէ, ուրեմն դա իրական արժեք չի Հայաստան պետության համար, այդքան բան։ Ոչ թե այդ հեքիաթները, որ մեզ պատմում են միջազգային իրավունքը, տարածքային ամբողջականությունը կամ չգիտեմ, ամբողջ աշխարհը մեր դեմ է, չէ, դրանք հեքիաթներ են, ստրուկ ժողովուրդների համար պատմվող հեքիաթներ են։ Իրականությունը աշխարհի լրիվ այլն է։ Դիմադրում ես, գրվում ես, ապացուցում ես, որ քո համար արժեք է, ապացուցում ես, որ դու այն ինչ որ հռչակել ես որպես նպատակ իրոք քոնն է, ստանալու ես օգնություն։ Շատ արագ չես ստանա։ Ինչի պետք է մարդիկ շատ արագ քեզ դա տան, որովհետև իրենք վստահ չեն, որ դու իրոք այդ նպատակներին ես։ Վստահ պետք է լինեն, բայց ուղերձները այստեղ արդեն շատ հստակ են եւ պատահական չի, որ այդ ուղերձները պատերազմի առաջին օրերին չեն, արդեն պատերազմը բավականին առաջ է գնացել, արդեն անցել է պատերազմի սկզբից մոտ 2 շաբաթ, նոր սկսվում են այս ուղերձները, որովհետև ասում են, ահա, լավ, շատ թվում է բարձունակ բան եմ ասում, բայց իրոք այդպես է։ Ասում են, լավ, 2 շաբաթ արդեն կռվում են, ոնց որ թե կռվում են, եկեք ուղերձ ուղենք, շատ զգուշավոր դեռ, բայց բավականին ակնհայտ հասկացողի համար, որ մենք պատրաստ ենք այսքանի գնալու, հետո ավելի գնալու, եւ դրա համար այդ ուղերձները սկսում են ավելի հստակ հնչել արդեն պատերազմի ծավալման ընթառաջ։ Եվ ես հիմա էլ պնդում եմ, սրանով ավարտեմ արդեն, բայց հետո մենք այս խոսակցությունը կոնկրետ կշարունակենք, տեսնենք Հայաստանում ինչ էին այս սրանի պատասխանանում եւ նաեւ ելի մի անգամ հետո համեմատենք, ավելի ճշտենք ռուսական քաղաքականության հետ։ Ես հիմա էլ պնդում եմ, որ եթե մենք շարունակենք դիմադրությունը, ընդ որում շարունակել դիմադրությունը լիսա պետք է ճշտեմ, երբ շատ մարդիկ պատկերացնում են, որ երբ որ ասում են շարունակել դիմադրությունը, պարտադիր ամբողջ տարածքները պետք է պահեիր, չէ՞։ Շարունակել դիմադրությունը նշանակում թեկուզ Լաչինում շարունակել դիմադրությունը, երբ որ արդեն Արցախն էլ չկա։ Այս դրա մասին է խոսքը, որտեղ տարածքային պատերազմի մասին չի խոսքը, ոնց որ ուկրաինացիք լավ է այդ օրինակը հիմա կա, փառք Աստծո, շատ հեռու պատմություն չպետք է գնանք։ Բայց այդ ուկրաինացիք ընդհանրապես հիմիկվա օրինակ են, կարամ պատմությունից բազմաթիվ օրինակներ, փորձեր են ամեն ինչին հավակնում են, ինչը որ պատերազմի առարկա է, Դոնբաս, Լուգանսկ եւ ավելի, շարունակում են դիմադրությունը։ Այսինքն Լաչինում եթե շարունակեր դիմադրությունը, դա կհամարվեր դիմադրություն։ Եվ հարցը կմնար նույն կերպ, այսինքն հարցը չէր վերջնական ոչ մի բան չէր ստանալու։ Նույն կերպ կարող էին ասենք չինեմ Արցախի անկախությունը ճանաչել օրինակ։ Ես պնդում եմ, որ եթե մենք այդ քաղաքականությունը վարենք, եթե մենք ճիշտ ուղերձները վերցանեինք եւ եթե կարողանայինք ազատվել այդ քարոզչական միֆից, որը հատուկ կերպով մեզ ներշնչվել է, դա ռուսական քարոզչական միֆ է, դա բարձ պետք է ասենք, որ ամբողջ աշխարհը մեր դեմ է եւ միասնական է այս հարցում, իհարկե մենք կստանայինք շատ ավելի լուրջ աջակցություն, ընդཐུպ մինչև Արցախի անկախության ճանաչում եւ ընդཐուպ մինչև ռազմական աջակցություն, դա արդեն մեր ձեռն էր։ Ես ապնդում եմ, բայց այսքանով այսօր ավարտենք, շարունակենք խոսակցությունը հաջորդ անգամ։